Միշտ որ ես հաճախում եմ եղամեջ, տենում եմ, որ երեխաները միշտ դուռնիկին են, ես էլ եմ նաև հաճախում։ Սահմանամերձ Սարչապետի գյուղամեջը այսպես ակտիվ է արդեն 5 օր, ինչպես ինքնապաշտպանվել, ինչպես ցուցաբերել առաջին բուժօգնություն ու նաև ինչպես ճիշտ մարզվել, մասնագետներն են բացատրում, ցույց տալիս։ Այն ենթակառուցվածքները, որոնք կային սովետական միության ժամանակվանից մնացած, ժանգոտված եւ երեխաները պարապելու ընթացքում կարող էին որոշակի վնասվածքներ ստանալ եւ այդտեղ ծագեց միտք, քանի որ կա երեխաների կողմից ցանկություն սպորտով զբաղվելու եւ վարել առողջ ապրելակերպ, մենք մտածեցինք, որ կարելի է այդ ողջ ուժը, այդ կրակը երեխաների աչքերի մեջ, որը մենք տեսանք, ուղղել դեպի սպորտ եւ մեզ մտածվեց։ Արամի ունկերների մոտ այդպիսի միտք ծնվեց Հայաստանի տարբեր գյուղեր այցերի ընթացքում։ Մենք քանի որ որոշել ենք այցելենք բոլոր Հայաստանի Հանրապետության գյուղերը, նրանք 953-ն են, մենք մտածեցինք, որ բացի այդ հետաքրքիր տեսանյութերից, որոնք մենք նկարահանում ենք այդ գյուղերի մասին, նաև ինչ-որ հետաքրքիր եւ օգտակար ինչ-որ ծրագիր իրականացնենք մեր ընկերների հետ եւ որոշում կայացրեցինք, որ բոլոր Հայաստանի Հանրապետության գյուղերում, 953 գյուղերում կառուցենք որակյալ սպորտ համալիրներ։ Հաջորդիվել են լինելու սահմանամերձ գյուղերում, ապա ընտրելու են ըստ բնակիչների թվի։ Բայց նպատակը միայն սպորտային այդպիսի հրապարակներ կառուցելը չէ։ Պետք է, որ դրանք իսկապես օգտագործվեն, ասում է Արամ Հունանյանը։ Կառուցումից հետո մենք այդ սպորտ համալիրը փոխանցում ենք Street Workout Armenia Ֆեդերացիային, որտեղ արդեն մեր մարզիկները բարբերաբար այնտեղ տարբեր մրցումներ են անցկացնելու, երեխաների հետ զբաղվելու են սպորտով։ Վահանակի վրա նաև QR կոդ կա, կարելի է դիտել տեսանյութեր եւ սովորել ճիշտ մարզվել։ Մարդիկ, ովքեր ներդրում են ունեցել սպորտ համալիրի կառուցման մեջ, հավատացած են, որ սպորտով զբաղվելը բացի առողջ ապրելակերպից, ել ավելի խորը խնդիրներ է լուծում։ Երեխաները զբաղվում են սպորտով, նրանք հեռու են մնում արդեն վատ շրջապատներից, ծխախոտերից, խմիչքից։ Ձևավորվում է համայնք, որի շրջանակներում երեխաները ավելի ընկերաբար են մոտենում մեկը մյուսին, հարգանքի մթնոլորտ է ձևավորվում եւ դա չափազանց կարեւոր է։ Հաջորդի հասցեն արդեն որոշված է, կկառուցեն Այգեձոր գյուղում։ Ժամկետների մասին դեռ լռում են, բայց հատկապես գյուղի երեխաներն արդեն անհամբեր են։ Սարչապետ, մարզվի! Հայաստան, մարզվի! Էմմա Վարդանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։